Ինչքան գումարա պետք կապիտալ ծախս, որպեսզի դուք իդեալական ժամանակակից կյանքին համապատասխան աղբանություն սահմակրում իրականացնեք։ Բայց եթե հաշվարկ չունեք, ո՞նց եք այդ նպատակին հասնել։ Վարչապետը երեկ Արմավիրի մարզում էր։ Սեփական եկամուտների եւ աղբահանության գումարները համայնքները քիչ են պլանավորել եւ քիչ հավաքել։ Ցուցանիշներից Կարեն Կարապետյանը դժգոհ է, հանձնարարել է վերլուծել ինչքան է յուրաքանչյուր համայնքից ակնկալվող եկամտի ու աղբահանության գումարը եւ ըստ այդմ սահմանել նշաձողը։ Ձեզ ժողովուրդը ընտրել է, որպեսզի դուք Արմավիր քաղաքում իրան կենցաղային պայմաններ ապահովեք։ Վարչապետը անդրադարձել է նաև կրթական համակարգի խնդիրներին։ Նրա խոսքով այս սուղ պայմաններում կրթությունն ավելի քիչ է ֆինանսավորվում, քան անհրաժեշտ է, բայց նույնիսկ այդ պարագայում արվում են ոչ էֆեկտիվ ծախսեր, եւ դրանք պետք է օպտիմալացնել։ Որևէ ծախսերի նվազեցում ի հաշիվ որակի մենք նման խնդիր չենք դրել։ Եվ ով որ դա ասում է, կամ ինքը թույլ ըմբռնում է, կամ եթե թույլ չի ըմբռնում, ինքը ճիշտ չի մեկնաբանում։ Խոսելով գյուղատնտեսության եւ ոռոգման ջրի խնդիրներից, վարչապետը հայտարարել է, որ առաջնային է համարում փոքր եւ միջին ջրամբարների կառուցումը։ Կառավարությունը հետևողականորեն խթանելու է ջրամբարաշինությունը։ Բերքը կարկուտից պաշտպանելու համար էլ սեպտեմբերին Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում փորձարկվելու է հակակարկտային հրթիռային պաշտպանության նոր համակարգ։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալով Արմավիրը լավագույն ցուցանիշ ունեցող մարզերից է։ Մեկ շնչի հաշվով մեր միջին ցուցանիշը ավելի բարձր է, քան Արարատի մարզի ցուցանիշը։ Ճիշտ եք, 7 մարզից գյուղատնտեսությունը մեկ շնչին ձեր մոտ լավագույն ցուցանիշն է։ Ճիշտ եք ասում։ Հիմա ո՞րն է ձեր մոտ վատ։ Վատ է զարգացած արդյունաբերական ճյուղը, գյուղատնտեսության մեքենայացումը, ցածր է ինտենսիվ գյուղատնտեսության տարածվածության մակարդակը։ Այս 3 ուղղություններով էլ ծրագրեր են կազմել եւ ուղարկել են գյուղացիական տարածքների զարգացման հիմնադրամին, որ ռիսկերը գնահատի։ Շատ լավ է։ Տիկին Փարանձեմ, չհոգնեք։ Տաթևիկ Նալբանդյան, օրակարգ։